Բարի երեկո, Արմենիայի եթերում ընտրության ժամն է, մեր տաղավարում մենք հյուրընկալում ենք քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ներկայացնելու Ազգային ժողովի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իրենց նախընտրական ծրագրերը։ Եվ այսօր իմ հյուրն է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Բարի երեկո, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Հովհաննիսյան, քանի որ վերջին օրերին ներքաղաքական խոսույթում գրեթե բոլոր թեմաները պատտվում են Փաշինյան-Պուտին այդ հայտնի հանդիպման շուրջ, ուզում եմ հասկանալ հետևյալը, եթե հարաբերությունները այնուամենայնիվ այնպես շարունակվեն, որ Հայաստան-Ռուսաստան կամ Հայաստան-ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալը որևէ չափով նվազի եւ հաշվի առնելով, որ մեր պետական բյուջեի գումարների մի մասը ձևավորվում է նաեւ արտաքին առևտրաշրջանառության ծավալներից ստացված եկամուտներից, մենք ինչ այլ ընտրանք ունենք այստեղ։ Շնորհակալություն, նախ մեր ենթադրությունների մեջ չկա այնպիսի սցենար, որ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ նվազելու է։ Մենք ընդհակառակը կարծում ենք, որ հայկական ծագման ապրանքների արտահանումը դեպի ԵԱՏՄ շուկաներ աճ է արձանագրելու առաջիկա տարիներին։ Եվ միևնույն ժամանակ մենք նաև ունենք կանխատեսումներ այն մասին, որ մեր արտահանումը այլ երկրներ ավելի արագ է աճելու, եւ սա ուղղված է այն քաղաքականությանը, որ մենք հայտարարել ենք մի քանի տարի առաջ, որ անհրաժեշտություն կա դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաները, մենք աջակցության գործիքներ ենք տրամադրել այն կազմակերպություններին, ովքեր արտահանում են Եվրոմիություն, տարբեր երկրներից ներմուծումներ են իրականացնում իրենց արտադրությունը կազմակերպելու համար, եւ այս է հիմնական քաղաքականությունը, եւ մենք արդեն վերջի ամիսներին տեսնում ենք, որ սա տալիս է իր արդյունքները։ Բացի հայկական ծագման ապրանքներից, նաև Հայաստանով բավական մեծ ծավալով վերարտահանվում էր օրինակ ոսկի ռուսական շուկա։ Եթե այս շղթան որևէ ձև ընդհատվի կամ կչանա այս բացը, ինչպես ենք լրացնում։ Ըստ էության կարելի է ասել այդ ոսկու վերարտահանումը, որի մասին շատ ենք խոսում, ինքը զգալի ազդեցություն չունի մեր ոչ հարկերի, ոչ տնտեսական զարգացման վրա։ Եվ մեր ենթադրությունը նաև այն է, որ հետզհետե այդ վերարտահանման երևույթները իրենք չեզոքանալու են։ Օրեր առաջ հրապարակվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագիրը, որտեղ նաև նշված է Թրամփի ուղու գործարկման մասին։ Եթե թվերով խոսենք, սա ինչ է տալու Հայաստանին, որովհետև շատ է քննարկվում այս թեման, նաև շահարկումների առիթ է դառնում, իշխանությունն ասում է, որ ոչ այնքան ճիշտ տեղեկատվություն է հրապարակվում ընդդիմադիր դաշտից։ Տեսեք, ընդհանուր առմամբ, եթե խոսենք Հայաստանի ապաշրջափակման մասին, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանների բացման մասին, ապա դա միանշանակ դրական ազդեցություն է ունենալու։ TRIP ծրագիրը ինքը այդ սահմանների բացման մի կոմպոնենտ է եւ այստեղ ակնկալվում է, որ մոտավորապես 15 միլիոն տոննա ապրանք պետք է տարանցիկ անցնի Հայաստանով, ինչը զգալի դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության համար։ Իհարկե բոլոր կոմերցիոն մանրամասները դեռ պետք է քննարկվեն, ինչպես շահագործման կարգավորումների հետ կապված, տարիֆների հետ կապված, թե ինչ պայմաններով են այդ բեռները անցնելու Հայաստանի տարածքով, բայց միանշանակ է այն, որ այդպիսի տարանցումը Հայաստանի տարածքով, թե այդ ճանապարհով եւ թե մյուս ճանապարհներով տալու է էական տնտեսական օգուտներ, որովհետեւ եթե այլ պետություններ կամ ընկերություններ կարողանալու են Հայաստանի տարածքով ապրանքներ տեղափոխել, ապա հայկական տնտեսվարողները կունենան նաև ավելի մատչելի եւ լավ պայմաններ իրենց արտադրանքը ուրեմն շուկաներ ավելի հեշտ ձևով տեղափոխելու համար։ Պարոն Հովհաննիսյան, քանի որ խոսեցիք Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման մասին, այ հաճախ քննարկումներ են հնչում, որ
որքանով է այսօրվա իշխանությունը հաշվարկել այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ սահմանի բացման դեպքում եւ որի արդյունքում տեղացի արտադրողը վնասներ չի կրի։ Վերջերս առիթ ունեցա խոսելու Արժույթի միջազգային հիմնադրամի մեր գործընկերների հետ, ում հետ որ ունենք ծրագիր եւ վերջի շաբաթվա ընթացքում այդ ծրագրի վերանայման առաքելություններ Հայաստանում եւ մենք ունենք երկուստեկային կարծիքը, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը միանշանակ դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի համար եւ մեր ենթադրություններն էլ հենց միջնաժամկետ հատվածում հիմնված են նրա վրա, որ ճանապարհների բացումը եւ առևտրաշրջանառությունը դրական է ազդելու առաջիկա 2-3 տարիների ընթացքում։ Իհարկե կան որոշակի ռիսկեր եւ կարելի ասել հայկական ապրանքների կամ հայկական տնտեսության մրցունակությունը ընդհանրապես ինքը կարևոր աշխատանքի թեմա է անկախ նրանից Թուրքիայի հետ սահմանը երբ կբացվի, որովհետև այդ ուղղությամբ մենք իհարկե մեծ աշխատանք ենք իրականացրել վերջի տարիների ընթացքում եւ պետք է շատ ուշադիր լինենք եւ հասկանանք, թե ինչպես պետք է օգնենք մեր տնտեսվարողներին, որպեսզի իրանք կարողանան իրենց մրցունակությունը պահպանեն, բայց մի բան նաև ակնհայտ է, որ սահմանների բացումը, որը մատչելի է դարձնելու հումքի ներկրումը, հնարավորություն է ստեղծելու ավելի տարբեր արագ ձևերով իրենց ապրանքները հասցնել իրենց շուկաներին, միանշանակ դրական է ազդելու տնտեսության վրա։ Եթե խոսենք Հայաստանի ներդրումային գրավչությունից, տարեսկզբին Fitch գործակալությունը հրապարակեց վարկանիշը Հայաստանի կայունից փոխելով դրականի։ Ինչ գործոններ են ազդել այս փոփոխության վրա եւ սա արդյոք նշանակում է, որ օրինակ Հայաստանին տրամադրվող վարկերի տոկոսները կարող են էժանանալ կամ ներդրումային այլ նպաստավոր պայմաններ ստեղծվել։ Սա շատ կարևոր հարց է եւ կարծում եմ, որ մեր կարևոր ձեռքբերումներից է եւ սա առաջի վարկանիշի փոփոխությունը չի, մենք 2 տարի առաջ ունեցել ենք մեր վարկանիշի բարելավում եւս հիմնական գործոնները, որոնք ազդում են սրա վրա, բնականաբար այն դրական սպասումներն են, որոնք կան Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հետ կապված, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված համաձայնագրից հետո։ Բնականաբար Fitch-ը նաև իր հաշվետվության մեջ գրել էր, որ հաշվի է առնվել Հայաստանի կայուն մակրոտնտեսական միջավայրը եւ բյուջետային կայունությունը եւ այս ուղղությամբ հետեւողական ջանքերը, նաեւ ուրեմն բյուջեի դեֆիցիտի նվազեցման մեր ջանքերը եւ թե ինչ ազդեցություն ունի, ես կասեի մի փոքր հակառակն է, որովհետեւ սովորաբար շուկաները ավելի արագ են արձագանքում քան վարկանիշային գործակալությունները եւ կարելի է ասել, որ արդեն իջեցված տոկոսներին է արձագանքում Fitch-ի վերանայումը, որովհետեւ վերջի 1 տարվա ընթացքում կարելի է ասել եւ հատկապես օգոստոսի 8-ից հետո Հայաստանի ռիսկի հավելավճարը շարունակաբար նվազել է եւ մենք գտնվում ենք պատմականորեն ամենացածր մակարդակում եւ հույս ունենք, որ առաջիկայում կաշխատենք իրենց հետ ինտենսիվ, որպեսզի այս ուղղությամբ քայլ լինի եւ նորից կրկնվելով ասեմ, որ արդեն միջազգային ֆոնդային բորսաներում Հայաստանի կողմից թողարկված պարտատոմսերը շատ ավելի ցածր տոկոսադրույք ունեն, քան թե նախկինում։ Այսինքն սա նշանակում է, որ եթե մենք նորից որոշենք եվրոբոնդեր թողարկել, ապա դրանք կլինեն շատ ավելի ցածր տոկոսադրույքով, քան նախկինում։ Ըստ նախընտրական ծրագրի, պարոն Հովհաննիսյան, նախատեսվում է կապիտալ շուկայի արժեքը կրկնապատկել 664 միլիարդից ներկայությամբ հասցնել 2031-ին 1 տրիլիոն դրամի։ Անդիմադիրները սա ավելի շատ պոպուլիստական հայտարարություն են համարում, քան իրատեսական։ Ինչ քայլեր են
հետևելու, որ ձեր մատնանշած թվին հասնենք։ Տեսեք, կապիտալի շուկայի զարգացումը այն կարևոր ուղղություններից է, որի ուղղությամբ մեր կառավարությունը հետևական ջանքեր է գործադրում եւ մենք ունենք նաեւ աջակցության ծրագիր մեր մասնավոր բիզնեսին, որպիսի այդ իրենք կարողանան ցուցակվեն կամ պարտատոմսեր թողարկեն մեր ֆոնդային բորսայում եւ վերջի տարիներին հսկայական աճ ենք ունեցել, դուք ինքներդ էլ կամ մեր քաղաքացիները կարող են շատ հաճախ տեսնել լուրեր, տեղեկություններ այն մասին, որ այս կամ այն ընկերությունը պարտատոմս է թողարկել, այսինչ տոկոսադրույքով եւ այլն, որ նախկինում շատ քիչ դեպքերում էր լինում, հիմնականում բանկերի դեպքում էր լինում։ Եվ այն աճը, որը մենք արձանագրել ենք եւ այն հետաքրքրությունը, որը կա արդեն ֆոնդային բորսայում, մեզ վստահություն է տալիս, որ մենք պետք է շարունակենք աշխատանքը այս ուղղությամբ եւ վստահ ենք, որ դա տեղի է ունենալու։ Օրինակ ընդդիմադիր ուժերից մեկը հայտարարում է, որ իրենք առաջարկում են 0% հարկ փոքր բիզնեսի համար, հիմնվելով այն տեսակետի վրա, որ փոքր բիզնեսը Հայաստանի տնտեսության շատ փոքր, մոտ 2%-ն է կազմում։ Այ գնում ենք նախընտրական փուլ։ Իշխանությունը փոքր բիզնեսի համար ինչ առաջարկներ ունի։ Տեսեք, մենք այդ առաջարկները շատ վաղուց իրականացրել ենք, որովհետև Հայաստանում գոյություն ունի միկրո ձեռնարկատիրության համակարգ, որտեղ տնտեսվարողները, ընդ որում, եթե չեմ սխալվում, դրանց քանակը 30,000-ին մոտ է, իրենք վճարում են հիմա 0 հարկ։ Այսինքն, եթե դուք ունեք 24 միլիոն դրամ շրջանառություն, ապա դուք ըստ էության կարելի ասել ձեռնարկատիրական հարկեր գոյություն չունեն, այսինքն շրջանառության հարկը 0 է, շահութ հարկ բնականաբար չկա, որտեղ այս կազմակերպությունները գործում են շրջանառության հարկի համակարգում։ Այստեղ ուղղակի պետք է հասկանալ, որովհետև մենք տեսել ենք մի վերնագիր եւ այդ վերնագրի դետալներն են կարեւոր, որովհետեւ նախ ինչ է նշանակում փոքր բիզնես կամ փոքր եւ միջին բիզնես կամ ինչ է նշանակում, որ ընդհանրապես վարչարարություն չի իրականացվելու, որտեղ դա էլ ենք լսել, ինչպես ենք իմանալու, որ օրինակ մեծ բիզնեսը, որը հայտարարել է, որ ինքը փոքր բիզնես է, իրականում փոքր բիզնես է, եթե մենք վարչարարություն չենք իրականացնելու։ Այստեղ իր կյանքի, այսինքն լոզունգները, երբ որ կյանքի իրական պրոբլեմների հետ են բախվում, այդտեղ դետալները շատ կարևոր են եւ ես կարծում եմ նորից ձեր պատասխանելով ձեր հարցին, որ մենք այստեղ բավականին վաղուց այս գործը արել ենք եւ շատ ուրախ եմ, որ շատ կազմակերպություններ կան, որոնք այս ռեժիմում գործում են, թեև մենք շատ կուզենայինք, որպեսզի այս փոքր կազմակերպությունները իրենք ձգտում ունենային մեծանալու եւ զարգանալու։ Շատ հաճախ քննարկվող թեմաներից մեկը դառնում է Հայաստանի արտաքին պարտքը։ Սա որքանով է կառավարելի այսօր։ Ես ձեզ կարող եմ ասել, որ Ֆիչի վարկանիշը, երբ որ իրենց հաշվետվությունը նայենք, այնտեղ նաև կա նրա մասին, որ Հայաստանի պարտքը գտնվում է կայուն միջակայքում, այսինքն այստեղ որևէ ֆինանսավորման ռիսկեր չկան, մենք գտնվում ենք 50%-ից ցածր մակարդակում, ավելին 2025 թվականի արդյունքներով մեր պարտքը նվազել է նախորդ տարվա համեմատությամբ, այսինքն հնայում պարտքի կշիռը նվազել է եւ բնականաբար այն միջավայրն էլ, որը ստեղծվում է տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական, որի հետևանքով նաեւ մեր տոկոսադրույքները նվազում են, մենք շատ մեծ հույս ունենք, որ մեր պարտքի սպասարկման վճարները նույնպես ապագայում նվազելու են։ Ֆինանսների նախարարությունը, կառավարությունը շատ հաճախ խոսում է տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին, քաղաքացիներն ասում են շատ լավ, տնտեսությունը աճում է, զարգանում է, բայց մենք մեր մաշկի վրա չենք զգում։ Ինչ պետք է անի կառավարությունը կամ ինչ եք նախատեսում անել, որ հասարակությանը այդ հուզող հարցը իր պատասխանը ստանա, այսինքն Հայաստանի տնտեսության աճը նաև քաղաքացին իր գրպանի, իր կենսամակարդակի վրա զգա։ Գիտեք,
Երբ որ դուք ասում եք, որ քաղաքացին չի զգում, այդ տենց Ես ասում եմ, որ ուզում են զգալ։ Հա, երբեմն լսում ենք նրա մասին, որ տնտեսությունը զարգանում է, բայց քաղաքացիները դրա մասին չեն զգում դա իրենց կյանքում։ Ես կարծում եմ դա մի քիչ այդպես չի, որովհետև նախ այդ ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել։ Երկրորդը դա հստակ ցուցանիշներ կան, որով չափվում է արդյոք զգում են, թե չեն զգում։ Այսինքն ես իմ սեփական օրինակի վրա չեմ կարող դա ասել, այսինքն իմ սեփական զգացողությունից ելնելով չեմ կարող պնդում անել բոլորի համար, որովհետև մենք տեսնում ենք, որ մարդիկ, ասենք օրինակ մեքենաները շատանում են, տներ են կառուցում, որը մարդիկ առնում են, այդ մի հոգի, երկու հոգի չեն, չէ, տասնյակ հազարավոր մարդիկ իրենց բարեկեցությունը բարելավում է, այն ինչ որ տեսանելի է, բայց կա մի ցուցանիշ, որը կոչվում է Gini-ի գործակից, որը ցույց է տալիս այն մասին, թե ստեղծված ավելացված արժեքը կամ ստեղծված արժեքը տնտեսության մեջ ինչպիսի չափով է բաշխվում հասարակության տարբեր շերտերի միջև։ Եվ ես ուրախ եմ ասել, որ 20 թվականից հետո ամեն տարի մենք ունեցել ենք այս ցուցանիշի բարելավում, ընդ որում մենք ունենք ամենալավ ցուցանիշը տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ եթե օրինակ տարվա ընթացքում 100 միավոր արժեք է ստեղծվում մեր երկրում, դա բաժանվում է առավել համաչափ տնտեսության տարբեր հասարակության տարբեր շերտերի միջև։ Իհարկե կատարյալ չի եւ կատարյալ ոչ մի տեղ չկա այդպիսի բաշխում, բայց նաեւ սա պայմանավորված է այն քաղաքականությամբ, որը մենք իրականացնում ենք, այսինքն մենք ձգտում ենք այնպիսի որոշումներ կայացնել եւ այնպիսի ծրագրեր իրականացնել, որոնք ազդում են հասարակության առավել խոցերի շերտերի վրա եւ որպիսի շատերը կարողանան ներգրավել տնտեսական գործունեության մեջ եւ դառնան տնտեսական կյանքի ակտիվ անդամ։ Օրինակ, դրանից էր այդպիսի գործողություններ, ուրեմն անհուսալի վարկեր ունեցող մեր հարգելի քաղաքացիների այդ վարկերի որոշակի չափանիշներով ներումը կամ հնարավորություն տալը իրենց եկամտահարկից, որպեսզի իրենք աշխատեն եւ եկամտահարկից մարեն են պարտքերը, որը իրենք ունեն, սա դրա ակնառու օրինակներից մեկն է, թե մենք ինչպես մեր հասարակության մի խմբին, որը ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ է դուրս է մնացել տնտեսական գործունեությունից, իրենց կարողանանք վերադարձնել, որովհետև ի վերջո իրենց աշխատանքը եւ ստեղծված արդյունքը ծառայում է հանրության բարեկեցության բարձրացմանը։ Պարոն Հովհաննիսյան, եթե որոշ մասնագիտությունների գծով, օրինակ հնարավորություն կա ատեստավորման միջոցով բարձրացնել աշխատավարձը, այս եւ այն մասնագիտությունները, որոնք այս տարի ներառված չեն եղել, մենք նախընտրական շրջանում ենք, արդյոք քաղաքացիական պայմանագիրը նախատեսում է օրինակ 2027-31-ին այլ մասնագիտությունների գծով ատեստավորում եւ աշխատավարձերի բարձրացում։ Այս պահին նման քննարկում ես չեմ հիշում, եթե խոսքը գնում է պետական ծառայողների մասին, բայց ես կարծում եմ, որ քանի որ մենք ակտիվ հիմա գտնվում ենք հանրային կառավարման բարեփոխումների քննարկման մեջ եւ շուտով նաեւ կլինի դրա թարմացված ռազմավարությունը, ես կարծում եմ, որ պետական ծառայողների աշխատավարձի հետ կապված հարցերը եւ ընդհանրապես պետական ծառայության վերաիմաստավորման հարցերը պետք է լուծենք այս ռազմավարության իրականացման շրջանում եւ մենք ունենք նաեւ համոզմունք, որ այո, պետական ծառայողները պետք է պատշաճ վարձատրվեն, որովհետեւ նրանց որակյալ աշխատանքից է կախված մեր քաղաքացիների եւ մեր երկրի զարգացումը եւ այդ որոշումները պետք է լինեն որակյալ եւ լավ։ Ես կարծում եմ, այստեղ վիճելու
շատ բան չկա եւ սա էր նաեւ պատճառը, որ մենք որոշում կայացրեցինք, որ պիլոտային կարգով ուրեմն այն ծրագիրը, որով պարգևատրումներ էր տրվել որոշակի արդյունքներ ցուցաբերած պաշտոնյաներին, այդ ծրագիրը պետք է շարունակվի եւ այստեղ նշեմ նաեւ, որ առաջիկայում կլինի նաեւ օրենսդրական փոփոխություն, որպեսզի այս ամեն ինչը արձանագրվի օրենքով եւ ապագա կառավարությունը կարողանա ավելի սահուն ձևով այս համակարգերից օգտվել։ Այս համակարգը, եթե չեմ սխալվում, այնպես է, որ 80% այս պարգևատրումների գումարի, եթե չեմ սխալվում, 4.6 միլիարդ դրամ ուղղված է լինելու բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ վարչության պետերի, բաժնի պետերի եւ 20%-ը ենթադրենք առաջատար մասնագետների։ Սա ինչով է պայմանավորված, ինչպես են որոշել, որ ով ինչքան պետք է ստանա, որովհետեւ ստացվում է, որ շատ աշխատավարձ ստացող ավելի շատ է ստանում, քիչը քիչ։ Տեսեք, կարելի այդ ձեր դիտարկումը հետաքրքիր է, բայց այստեղ մի կարևոր պահ կա, որը պետք է հաշվի առնենք, որտեղ մեր դիտարկումները ցույց են տալիս, որ աշխատավարձի կամ վարձատրության ճեղքը ավելի մեծ է մասնավորի հետ, ավելի վերևի օղակներում, քան ավելի ներքևի օղակներում։ Եվ սա է եղել նպատակը, որպեսզի մենք կարողանանք մասնավոր հատվածից որակյալ մասնագետներ բերել եւ միևնույն ժամանակ որակյալ մասնագետների արտահոսքը դեպի մասնավոր հատված մի փոքր մեղմել, որը տեղի է ունենում այս միջին եւ բարձր օղակներում, կարողանանք կանխել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտող, ես հիշեցնեմ, որ զրուցում էի Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ, կհանդիպենք վաղը, ցտեսություն։